Հավատում եք, որ այլևս պատերազմ չի լինելու եւ ձեր կարծիքով արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է բերել խաղաղություն։ Նման երաշխիք որևէ մեկը չի կարող տալ։ Այսօր որևէ երկիր երաշխավորված չէ պատերազմից։ Ընդհանուր մինչև Շվեյցարիայի նման երկիրը, որը ամբողջ աշխարհի ֆինանսական կենտրոնն է նաև համարվում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վտանգված էր, այսինքն Հիտլերը ոչ թե չմտավ Շվեյցարիա նրա համար, որ վայ, այնտեղ գտնվում է շվեյցարական բանկը եւ ամբողջ աշխարհի հարստությունը, այլ այդ ժողովուրդը պարզապես պատրաստ էր պատերազմի։ Հրանգավորվեց առաջի գիծը հետ քաշվել սարերը, օգտագործելով տեղանքը պայքարել գերմանացիների դեմ։ Այսօր Շվեյցարիան, որը համարվում է ամենապաշտպանված երկիրը միջազգայինորեն, Շվեյցարիայում բանակ չկա, մարդավարություն չկա, ռազմական զենքեր չկա, չի նորացնում, չի թարմացնում իր զինատեսակները, իհարկե թարմացնում է։ Խնդիրը այստեղ մեր կառավարության հասցության մեջ է, եթե կարելի է այդպես ասել, որ հավատում են ընդամենը խոսքերի։ Իսկ թղթով եկած խաղաղությունը ինչ որ բան, ինչ որ մեկը կարող է երաշխավորել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը նույն ծև, ինչ որ համաձայնագիր էր։ Այսօր որևէ մեկը դրա մասին խոսում է, կամ այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված կետերը պահպանվեցին, որ Թրամփի կողմից սահմանած կետերը պիտի պահպանվեն։ Կարող է չլինի պատերազմ, բայց ավելի վրա չի կարելի հույսել։ Ոչ թե Թրամփի վրա։ Չի ելնի։ Ինչ խաղաղություն եկավ, ինչ բերեց։ Խաղաղությունն էր բերածը։ Ես ծանոթ եմ գրեթե 85 խաղաղության պայմանագրերի ամբողջ աշխարհում միջազգային մակարդակով եւ շատ հարգելի մարդկանց ստորագրությամբ եւ շատ մեծ ստատուս ունեցող նույնիսկ միջուկային երկրների խաղաղություն բառը ահավոր չարչերկված եւ շատ վտանգավոր բառ է։ Բոլորը միամտորեն ասում են խաղաղություն, չի եղել այդպիսի հայտարարված խաղաղություն, որ դրան անմիջապես չհաջորդի պատերազմ։ Միանշանակ է դա։ Իսկ ինչ վերաբերում է այդ մարդուն, որի անունը մարդ էլ չեմ կարող ասել, անունն էլ չեմ կարող տալ։ Անկեղծ ասած, ելի եմ կրկնում, մենք կատաստրոֆիկ վիճակում ենք։ Չեմ կրնա ասեմ, ինքը փոքր մարդ է, ինքը չի կրնա խաղաղություն։ Խաղաղություն պիտի բերել։ Как минимум Թրամփը, Պուտինը եւ բանը։ Չինաստանը, Սի Ցզինպինը։ Եթե դիրեկը ուզեցան խաղաղություն գերի։ Կնամ գումարեմ Հնդկաստանը, կնամ գումարեմ խաղաղությունը մեծ բան է, որ պիտի մեծ փողի բազարի մոմենտ։ Ձևական խաղաղությունը ում է պետք։ Իհարկե ոչ, Փաշինյանը չի կարող, պատերազմը անսպասելի է, կարող է լինել, մեր բավական հողը հայը պետք է պաշտպանի, չգիտեմ, պետք է տերկանի իր հողին։ Կսեն, ես ստորագրել եմ, ստորագրությունը ցույց կտան, որ հավատացնելը պետք չէ։ Հավատա Նիկոլին вообще տանել չեմ կրնա, այդի կսա։ Ես չեմ հավատում պատերազմ անպայման կլինի, բայց մեզ միած լավ ղեկավար է։ Նախ պիտի ասեմ, քանի հայ ժողովուրդը ոտքի վրա է, ու քանի իր հարևանը Թուրքիան է, պատերազմը չի ավարտվել։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ որ հայը կհաղթի։ Հասկանալի է, ինչ եմ ուզում ասեմ, այսինքն պատերազմը սպեստեմից նախ չէր ավարտվել, որ հիմա նորից շարունակվի կամ ոչ։ Պատերազմ միշտ էլ լինելու է, քանի դեռ մեր հարևանները այս երկու գազաններն են։